հարկային համակարգ եւ տնտեսությունը իրարից առանձին են գործում։ Հարկային համակարգը իր նպատակներն է իրագործում, տնտեսությունն էլ չգիտես նպատակադրումներ ունի թե չէ։ Դուք պետական եկամուտների կոմիտեի նախագահ եք, հարկային ոլորտն եք համակարգում, ձեր ժամանակել էր այդպես։ Այո։ Ինչն է խնդիրը։ Ստեպ ենք արել։ Տեսել ենք ինչ է պետք են արել։ Չէ՞ որ հարկայինի ղեկավարն եք եղել, չի կարող այդ ժամանակ դա բարձրաձայնել, եւ որովհետեւ լծակ ունեիք դա անելու։ Բարձրաձայնել ենք, միշտ ասել ենք, եւ մենք քաղաքական ուժը ոչ թե ներկայանում է հանրությանը կարճաժամկետ այնպիսի բարձրագոչ ծրագրերով, որոնք որ շատ կարճ ժամանակում պետք է բերեն ինչ-որ էլեկտորալ առաջնահերթություններ, մենք ասում ենք, որպես տեխնոկրատներ, մեր ծրագրերը ունեն շատ երկարատև բնույթ։ Ողջույն, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին քաղաքական ուժերը մրցում են նաև իրենց տնտեսական ծրագրերով։ Այս անգամ էլ տնտեսական խոստումների պակաս չկա։ Մեր հարցազրույցներով կփորձենք հասկանալ, թե տնտեսության ոլորտում ինչ են առաջարկում քաղաքական ուժերը եւ որքանով են դրանք իրատեսական։ Այս անգամ մեր զրուցակիցը Միասնության թևեր կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանն է, որը 2018 թվականից մինչև 2020 թվականի մայիսը եղել է պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Պարոն Անանյան, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեզ հետ ձեր տնտեսական ծրագրերի մասին խոսել։ Երբ ձեր տնտեսական ծրագրերն ենք նայում, առաջինը կարծես թե հիմքում արդյունաբերական տնտեսություն ունենալն է, արդյունաբերական կենտրոնն, այնտեղ բավականին հավակնոտ ծրագիր եք ներկայացրել, մասնավորապես, որ Հայաստանը պետք է դառնա տեխնոլոգիական ու արտադրական կենտրոն եւ Հայաստանի մարզերից յուրաքանչյուրի համար ներկայացրել եք ոլորտային արդյունաբերական կենտրոններ, օրինակ Սյունիքի մարզում հանքարդյունաբերություն, մնացած մարզերում միտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, միտեղ սննդի արդյունաբերություն եւ այլն։ Հաշվի առնելով, որ հիմնականում հիմա Հայաստանի տնտեսությունը ավելի շատ ներմուծող երկիր է, քան արտադրող ու արտահանող, ինչպես եք պատկերացնում արդյունաբերական կենտրոն դարձնելը Հայաստանը, դա որքան ժամանակի հարց է եւ ի վերջո ինչ ծրագրով է դա արվելու։ Շնորհակալություն հրավերի համար։ Հարցին պատասխանելու տեսանկյունից պետք է պայմանավորվենք իրար հետ։ Գիտեք ինչի շուրջ։ Կարևորը ժամանակն է, թե կարևորը վերջնարդյունքն է։ Այդ հարցի պատասխանը, եթե մենք երկուսով օրինակ հիմա վերհանենք եւ պատասխանենք, շատ ավելի հեշտ կլինի պատկերացնել, թե ինչ ենք առաջարկում մենք։ Եթե մենք ժամանակային խնդիր ունենք, օրինակ եթե 1, 2 կամ 3 կամ 4 տարվա ընթացքում ուզում ենք թռիչքային բաներ ապահովենք, ապա ձեր ասած արդյունաբերականացման մեր առաջարկը կարող է մեր ազգաբնակչությանը, մեր ժողովրդին, այլ ձեզ ենթադրում եմ, որ կարող է թվալ մի քիչ ավելի անիրատեսական կամ անիրագործելի։ Իսկ եթե մենք դնում ենք հիմքում ոչ թե ժամանակը, այլ վերջնարդյունքը, այսինքն մենք Հայաստանի տնտեսությունը պետք է արմատապես փոխենք, որ ինքը սպառման մոդելից դառնա արտահանելի մոդել ունեցող տնտեսություն, ապա պետք է համբերատար իրագործենք այդ պլանը տասնամյակների ընթացքում։ Բայց դա չի նշանակում, որ մենք հիմա խոստում ենք տալիս տասնամյակների ընթացքում ինչ-որ բան անելու համար։ Մենք ունենք տնտեսական քաղաքականություն, որը ունի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ անելիքների հստակ ժամանակացույց։ Կարճաժամկետում մենք ասելու ենք ժողովրդին, թե դա ինչ է նշանակում արդյունաբերականացման առաջին քայլերը իրականացնել Հայաստանում, միջնաժամկետում ինչ ենք ունենալու եւ երկարաժամկետում ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանը, օրինակ 15-ից 20 տարի հետո։ Հիմա մենք ունենք պոտենցիալ ունենք ընդհանրապես աշխարհին գիտելիքահեն եւ բարձր տեխնոլոգիական ապրանքների ծառայություններ առաջարկելու։ Եվ եթե դուք նայեք մեր տնտեսության կառուցվածքին, ապա կտեսնեք, որ մեզ այսօր էլ հաջողում է բարձր տեխնոլոգիական կամ գիտելիքահեն ծառայություններ արտահանել դուրս։ Դա ֆինանսական ծառայություններն են, դա հարստական բանականության հետ կապված, դա տեղեկատվական տեխնոլոգիաների։ Հետևաբար մենք ինչ ենք ասում ենք, եթե մենք ուզում ենք արտահանելի տնտեսություն ունենանք եւ ամբողջ տնտեսությունը պետք է դարձնենք արդյունաբերականացման ճանապարհի շեմին դնենք եւ ունենանք բարձր տեխնոլոգիական արտադրանք, ապա արտադրանքի առաջի փուլը մենք ապահովելու ենք ծառայություններով։ Հիմա ինչ է նշանակում արդյունաբերականացում։ Արդյունաբերականացումը նախ ինքը ունի շատ կարևոր մի հանգրվան, մենք պետք է լոգիստիկ ուղիները վերակառուցենք եւ լոգիստիկ ուղիների հարցը Հայաստանի լուծենք, այսինքն այն հարցին պետք է պատասխանենք, թե Հայաստանը միջազգային
լոգիստիկ հանգույցների մեջ ինչպիսի տեղ պետք է զբաղեցնի, որովհետև մենք բոլորս գիտենք, որ ճիշտ լոգիստիկան, բեռնափոխադրումները եւ դրանց ինքնարժեքի իջեցումը նաեւ արտադրվող ապրանքների ծառայությունների ինքնարժեքի վրա անմիջականորեն ուղղակիորեն ազդեցություն ունի։ Հետևաբար մենք ազդարարում ենք եւ մեր ծրագրի մեջ դա հստակ գրել ենք 3 լոգիստիկ հայեցակարգերի հիման վրա է կառուցված այդ լոգիստիկ արդյունաբերականացմանը նախորդող շատ կարևոր փուլի իրագործումը, որի վրա է հենց դրվում է արդյունաբերական գոտիների հայեցակարգի իրագործումը։ Առաջինը հյուսիս-հարավ ավտոմայրուղին, որը տասնամյակից ավելի է կառուցվում է, այսօր էլ որոշակիորեն կառուցվում է, որոշակի հատվածներ շահագործման են հանձնում, բայց ամենակարևոր հատվածը, որը շուրջ 230 կիլոմետր է Սյունիքի հատվածը, այսինքն Երասխից մինչև Սյունիք գնացող հատվածը, նույնիսկ նախագծանախահաշվային փաստաթղթավորման տեսանկյունից այդտեղ լուրջ աշխատանքներ չկան, չնայած որոշակի հատկացումներ կան միջազգային դոնոր կազմակերպություններից, բայց աշխատանքը չի գնում։ Իսկ այդտեղ մոտավորապես 230 կիլոմետր հանգույցի մասին է խոսքը։ Հետևաբար, առաջինը հյուսիս-հարավ ավտոմայրուղի, երկրորդը հյուսիս-հարավ երկաթուղի։ Սա մի կոնսերվացված ծրագիր է, 2014 թվականից կոնսերվացված ծրագիր է, որը որ Իրան-չինական կոնսորցիումով իրագործման հստակ բան կար, ծրագիր կար, նախագիծ կար, եւ այդ նախագիծը սառեցվեց, որովհետեւ այն ժամանակ որոշում կայացվեց, որ հյուսիս-հարավ ավտոմայրուղին շատ ավելի դոմինանտ է։ Բայց մի շատ կարևոր բան դեռ տեղի չէր ունեցել, որը հիմա տեղի է ունենում, այն ժամանակ դա չկար, Չինաստանը կառուցում է Վրաստանում Անակլիայի խորքային նավահանգիստը, այսինքն սա շատ կարևոր մի նախադրյալ է, նախապայման է, որը որ կարծում ենք, որ հյուսիս-հարավ երկաթգծի իրագործում այդ կոնսերվացիաց ռեժիմից ինքը պետք է վերադառնա դրվի իրականացման, այսպես ասած, սեղանին, եւ դա շատ այսպես ասած, ապագայի միտում ունեցող շատ կարևոր հանգույց է։ Մյուսը արևելք-արևմուտք հայեցակարգային բանն է, լոգիստիկ հայեցակարգային պլանն է, որը եւս տասնամյակներ շարունակ դրա մասին քննարկումներ եղել են, դրա որոշակի աշխատանքներ կատարվել են եւ կան մշակված որոշակի նաեւ կիսահավարտուն, նաեւ դրա իրագործելիության գնահատականների վերաբերյալ կան փորձագիտական եզրակացություններ, սա էլ մեր լոգիստիկ հայեցակարգի երրորդ հենասյունն է։ Այսինքն, եթե մենք դնում ենք հիմքում լոգիստիկ կառույցների, լոգիստիկ ենթակառուցվածքների կառուցման շատ կարևոր հավակնոտ ծրագիր եւ դրա շուրջ բոլորը մենք կառուցում ենք մեր արդյունաբերական գոտիները, ապա դա ըստ էության արդյունաբերականացումը դա ոչ միայն նշանակում է գիտելիքահեն եւ բարձր տեխնոլոգիական ապրանքների արտադրություն, այլ նաեւ տարածքային համաչափ զարգացում ամբողջ Հայաստանով մեկ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացում, որովհետեւ մեր արդյունաբերական գոտիների հայեցակարգում հստակ պահանջներ կան սահմանված, թե ովքեր կարող են լինել շահագործող այդ գոտիներում եւ պայմաններից մեկը նաեւ այն է, որ իրենց մատակարարման շղթաների մեջ առնվազն 40% պետք է իրենք տեղական փոքր ու միջին ձեռնարկատիրությունից կատարեն իրենց գնումները, այսինքն գնումների իրենց պլաններում եւ գնումների իրենց համակարգերում փոքր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է հստակ մասնակցություն ունենա։ Եվ եթե տարածաշրջանում զարգացած չի օրինակ փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, ապա շահագործողները պետք է ունենան այդպիսի պարտականություն, շահագործման համար պարտադիր պարտականություն, որ ինքը պետք է ուսուցումների եւ տարբեր ծրագրերի միջոցով զարգացնի տեղական փոքր ու միջին ձեռնարկատիրությունը, այնքան ժամանակ մինչեւ որ ինքը այդ 40%-ի շեմը կհաղթահարի։ Ես շատ արագ ասեցի, թե արդյունաբերականացում ասելով ինչ ենք հասկանում։ Հիմա դա իրագործվելու է բնականաբար երկարաժամկետ հեռանկարում եւ մենք քաղաքական ուժը ոչ թե ներկայանում է հանրությանը կարճաժամկետ այնպիսի բարձրագոչ ծրագրերով, որոնք որ շատ կարճ ժամանակում պետք է բերեն ինչ-որ էլեկտորալ առաջնահերթություններ, մենք ասում ենք, որպես տեխնոկրատներ, մեր ծրագրերը ունեն շատ երկարատև բնույթ։ Մենք նայում ենք դեպի 2050 թվական, բայց մեր ծրագրերը կազմում են մինչև 2050 թվականի նաև որոշակիորեն աշխարհի տնտեսական զարգացումները եւ այնպիսի կանխատեսումները հաշվի առնելով, բայց միևնույն ժամանակ ասում ենք, որ այդ 20-ամյա մեր ծրագիրը օրինակ ունի կարճաժամկետ մաս, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, ինչպես արդեն ասացի։ Կարճաժամկետ մասը դա արտահանելի
ծառայությունների շղթան զարգացնելն է եւ դրա վրա փորձելով դրանով բերել արտահանելի տնտեսության վերածելու մեր հայեցակարգի իրականացման առաջի քայլերը։ Տեսեք, արտահանելի ծառայություններ այսօր էլ ունենք, դուք նշեցիք ֆինանսական հատվածը, ունենք նաև տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածը, զբոսաշրջությունը եւս կարող ենք այստեղ դիտարկել, բայց քանի որ մենք ունենք փոքր տնտեսություն, հետեւաբար մեր մասշտաբները եւս փոքր են։ Միթե ձեր ասած ծրագրերը, որոնք դուք ներկայացնում եք, մեր փոքր տնտեսության պայմաններում հնարավոր է հասնել այդ ծրագրին։ Շատ ճիշտ հարց եք տալիս, դրա համար մեր տնտեսական ծրագրի 7 ուղենիշները, մենք ասում ենք 7 ուղղություն, մեկ ճանապարհ, չէ, առաջինը մեկնարկայինը փոքր տնտեսության հայեցակարգի իրագործումն է։ Հենց ձեր մատնանշածը, ինչպես մենք պետք է հաղթահարենք մեր փոքրությունը, ճակերտավոր ասած։ Այսինքն այսօր էլ եթե ունենք այդ ծառայությունները, որոնք մեր մասնակիցները դրսում այստեղից դրսի համար մատուցում են ծառայություններ, եթե այսօր արդեն ունենք այդ ծառայությունները, դուք ինչպես եք պատկերացնում դրանց զարգացնելը եւ դրանից հետո մասշտաբները մեծացնելը։ Ճիշտ եք հարցնում, տեսեք, կա որոշակի արտահանելի ծառայությունների շրջանակ, որոնք որ զարգանում են ոչ արտահանելի տնտեսության պայմաններում։ Մենք ասում ենք, որ պետք է սկզբից հենց փոխել խաղի կանոնը։ Սկզբից պետք է կոտրել տնտեսության մոդելը։ Այսինքն, տեսեք, մենք ինչ ենք ասում ենք, որ շատ խոցելի է մեր տնտեսությունը, որովհետև ինքը ներքին սպառման վրա է դրված կառուցված։ Մեր մոտ առևտուրը, ծառայությունները, բնակարանաշինությունը, դրանք այն հենակետերն են կամ հենասյուներն են, որոնց վրա զարգանում է այսօրվա մեր տնտեսությունը։ Այսինքն, ինքը սահմանափակված է ներքին սպառմամբ։ Ներքին սպառումը սահմանափակեն մեր ազգաբնակչությամբ եւ նաեւ տուրիստներով, մեր արցախահայությամբ եւ ասենք ռելոկացիոն եւ ասենք ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով Հայաստանում ժամանակավոր իրենց կացության խնդիրներ լուծող ռուս-ուկրաինացի եւ այլ ազգի քաղաքացիների։ Այսինքն սահմանափակված է, ինչպես ուզում ես վերցրու 3 միլիոնի շրջանակներում, մի քիչ ավել, մի քիչ պակաս։ Եվ այս 3 միլիոնի շրջանակներում, երբ որ դու քո տնտեսության կառուցվածքային փոփոխությունների չես արել եւ քո մոտ ըստ էության առևտուրն է եւ ծառայություններն են դոմինանտ, դու պետք է սկզբից հենց կոտրես դա։ Դա ինչ է նշանակում։ Դու պետք է փոխես մոդելը։ Մոդելը փոխես, բայց մոդելի փոխելու հիմքում պետք է դնես հայեցակարգային լուծումներ։ Պետք է ուսումնասիրես այն փոքր երկրների անցած ճանապարհը, որոնք որ եւ տեսնես թե ինչպես են իրենք հաղթահարել իրենց փոքրությունը։ Համադրելի շատ երկրներ կան եւ ամեն մեկը համադրելի է մեր երկրի հետ որոշակի իրենց համեմատելի հանգամանքներով եւ իրավիճակներով։ Էստոնիան փոքր է, ինչպես է հաղթահարել իր փոքրությունը, ինքը թվային կառավարման ամենաիդեալական համակարգն է դրել։ Այսինքն զարգացած ինստիտուցիոնալ կարողություններ ունեցող պետություն ունենալու համար պետք է տոտալ թվայնացման տանել պետական կառավարման համակարգը։ Սա փոքրության հաղթահարման մեկ հանգրվան։ Երկրորդը Իսրայելը ինչպես է հաղթահարել իր փոքրությունը։ Տեսեք, ինքը շրջապատված է եղել տասնամյակներով արաբական աշխարհով, որոնք որ համենայն դեպս բարեկամական չեն տրամադրված եղել Իսրայելի հանդեպ։ Իսրայելը ինչ է արել, զարգացրել է իր ռազմարդյունաբերությունը եւ ցույց է տվել, թե ինչպես փոքր երկիր լինելով ինքը կարող է զարգացնել ռազմարդյունաբերությունը եւ ռազմարդյունաբերությունը կիրառել իր ռազմարդյունաբերական համալիրը հզորացնելու, ինչպես նաև ռազմարդյունաբերությունը որպես տնտեսական ճյուղ վերագործարկելու համար։ Եվ մենք նաև տեսնում ենք, թե ինչպես է ինքի ռազմարդյունաբերությունը նաև կարողանում ծառայեցնել խաղաղ նպատակներով տնտեսության զարգացման առումով։ Հետևաբար դա էլ փոքրության հաղթահարման մեկ այլ։ Ես ասում եմ այն նրանք, որոնք որ Հայաստանը կարող է վերցնել եւ մենք դրել ենք մեր տնտեսական ծրագրի հիմքում մեր փոքրությունը հաղթահարելու այդ տեղատոմսերը։ Հաջորդը Իռլանդիան, փոքր է, բայց ինքը իր փոքրությունը հաղթահարել է այն հարկային համակարգ ձևավորելու ձևով։ Ինչ է դա նշանակում։ Լինելով Եվրամիությունում եւ ընտանիքի անդամ, ինքը դիզայն արել այնպիսի հարկային համակարգ, որը ներգրավում է իր տնտեսություն ներգրավում է օտարերկրյա ներդրումներին։ Ինքը կանխատեսելի հարկային համակարգ ունի, ինքը տնտեսությունը զարգացնելուն միտված հարկային համակարգ ունի, ոչ թե մեր նման, որ հարկային համակարգ եւ տնտեսությունը իրարից առանձին են գործում։ Հարկային համակարգը իր նպատակներն է իրագործում, տնտեսությունն էլ չգիտես նպատակադրումներ ունի թե չէ։
Եվ կարող եմ այսպես շարունակել Շվեյցարիան, կարող եմ Լյուքսեմբուրգը ասել, կարող ենք խոսել նաև Սինգապուրի մասին, Սինգապուրը ֆինանսական ծառայությունների խոշոր կենտրոն, մենք արդեն խոսեցինք, որ ֆինանսական ծառայությունների առումով մենք հսկայական ներուժ ունենք, վերադառնալով ձեր հարցի բանին, այո դուք ճիշտ եք, փոքր տնտեսություն ունենալը դա ոչ թե դատավճիռ է, այլ դա իրողություն է, որ դա գիտակցում ես եւ միջազգային փորձի հիման վրա փոքր երկրների հայեցակարգի հիման վրա դու վերցնում ես այն ամենը, թե ինչ են արել փոքր երկրները համադրելի, որպեսզի հաղթահարեն իրենց փոքրությունը։ Դա արեցիր, դա մեր 7 ուղղության առաջինն է։ Այսինքն առաջինը մենք ինչպես պետք է հաղթահարենք մեր փոքրությունը։ Հաղթահարեցինք մեր փոքրությունը, ունեցանք ձևը, այդտեղից անցումն է սկսվում, անցման իրագործման փուլն է սկսվում դեպի արտահանելի տնտեսություն։ Եվ այդտեղ տեսեք, եթե մենք ունենք այդտեղ ինչ-որ զարգացող այդպիսի ծառայությունների ճյուղ, բայց ոչ արտահանելի տնտեսության շրջանակներում իրենց զարգացումը հեռանկարային առումով այնպես չի լինելու, ինչպես որ մենք ենք պատկերացնում։ Իսկն պետությունը այնպիսի օժանդակություն չի կարողանալու ցուցաբերել, ինչպես հիմա է անում։ Հետևաբար պետք է փոխես մոդելը, պետք է փոխես վերաբերմունքը, պետք է փոխես կառավարումը, պետք է փոխես տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, որպեսզի այդ արտահանելի ճյուղերը, ծառայությունների, որի մասին խոսում ենք, դու կարողանաս դոմինանտ դարձնել քո, այսպես ասած, տնտեսական զարգացման ակունքների առումով։ Ձեր դիտարկմամբ այսօր տնտեսությունը հարկային համակարգը կարծես առանձին օղակներում լինեն, երբ դուք պետական եկամուտների կոմիտեի նախագահիկ հարկային ոլորտն եք համակարգում, ձեր ժամանակել էր այդպես։ Այո։ Ինչն է խնդիրը։ Խնդիրը գիտեք որն է, դա խնդիրը ոչ թե հիմա է ծագել, այլ խնդիրը ծագել է առաջացել տասնամյակների ընթացքում։ Մենք կարելի է ասել Հայաստանում խելամիտ ու իրագործելիության տեսանկյունից տնտեսական քաղաքականություն չենք ունեցել արմատապես գրված, նախապատրաստված, որ մենք օրինակ որպես երկիր պատկերացնում ենք առաջիկա ընդհանրեն 30 տարիների ընթացքում տնտեսության որ ճյուղերն ենք մենք բանանում եւ պետությունը այդ ճյուղերի զարգացման համար ինչպիսի տնտեսական քաղաքականություն է իրագործում։ Մենք ունեցել ենք տարբեր բաներ, գերակա ճյուղեր ենք հայտարարել, ասենք туриզմը համարել են գերակա ճյուղ, այնտեղ արտոնություններ ենք տվել, օրինակ չգիտեմ, բայց զարգացել է շինարարությունը։ Այո, այսինքն մենք step ենք արել։ Տեսել ենք ինչ է պետք ենք արել, այսինքն մենք պատկերացրեք հրդեհ մարող, ասենք հրշեջի նման ենք գործել։ Բանը որտեղ է կրակվարվում, այնտեղ ենք միշտ վազել, թե փորձելով այդ կրակը հանգցնել։ Ինչա տեղի ունեցել։ Ընդհանրապես մակրոտնտեսական դիտարկումները ասում են, որ օրինակ հարկային քաղաքականությունը ինքը առանձին գործել չի կարող։ Ինքը պետք է սպասարկի տնտեսական քաղաքականությանը։ Իսկ տնտեսական քաղաքականությունից պետք է իջեցնեն ազդակներ, այդ ազդակների իրագործման շրջանակներում դիզայն արվի հարկային համակարգը։ Այսպես չի եղել մեր երկրում։ Եվ երբ որ դու հարկային համակարգին չես տալիս տնտեսության զարգացման համապատասխան նպատակադրումներն ու բաները, չէ, ազդակները, ինչ է անում հարկային քաղաքականությունը իրան թվում է, որ ինքը ինքնուրույն է, ինքը ավտոնոմ է եւ ինքը սկսում է ինքը իր համար խնդիրներ դնել։ Երբ որ հարկային համակարգին եւ հարկային քաղաքականությունը թողում ես միայնակ, իր դրված խնդիրների առջեւ միայն ֆիսկալ են։ Իսկ ինքը դնում է այնպիսի դիզայն է անում, այնպիսի համակարգ, որը մաքսիմում կբերի ավելի շատ հարկերի։ Առանց հաշվի առնելու, թե տնտեսության որ ճյուղն է գնում, որ ճյուղն է, այսպես ասած, կարիք ունի օժանդակության, արտոնությունների, մեր արտոնությունների համակարգն որ վերցնում ես, ինքը տրամաբանված չի։ Ինքը տասնամյակների այսպես ուղով քաշտված, բերված, իներցիոն ձևով միջև այս մեր օրեր բերած արտոնությունների ինչ որ համակարգ է։ Բայց այդ արտոնությունները, որ նայում ես դիզայնարած արտոնություններ կա, որոնք որ նայում ես ավելացած արժեքի հարկի, ասենք այդ համապատասխան հոդվածով, այսինքն հարկերից ազատման արտոնությունների կամ զորական դրույքաչափով հարկող բաների մեջ կան այնպիսի գործունեության տեսակներ, որոնք համենայն դեպս 94 թվականի օգոստոսից մինչև հիմա մնացել է։ 98 թվականի հունվարի 1-ից մնացել է։ Իսկ դրանք ռևիզիայի ժամանակ առ ժամանակ չեն ենթարկվել տնտեսական քաղաքականության առումով։ Ռևիզիայի միշտ ենթարկել է քաղաքականություն մշակող մարմինը, ֆինանսների նախարարությունը եւ ասենք վարչարություն իրականացնող մարմինը, հարկային մարմինը, բայց տնտեսական քաղաքականություն իրագործողը չի ասել
այնպիսի նպատակադրումներ չի դրել եւ այնպիսի ազդակներ չի իջեցրել, որ արմատապես պետք է փոփոխության ենթարկվի հարկային համակարգը։ Եթե ամփոփենք եւ գանք ձեր հարցի բուն պատասխանին, այո, տնտեսական քաղաքականությունն ու հարկային քաղաքականությունը իրենք զուգահեռ անցել են ճանապարհ, ամեն մեկը իր համար դնելով խնդիրներ։ Թերևս տնտեսական քաղաքականություն որպես այդպեսին սկի չի եղել են տարբեր նպատակադրումներ, տարբեր ինչ-որ բաներ, հայեցակարգեր, տեսլականներ, ռազմավարական փաստաթղթեր, բայց կուռ համակարգ, որը տալիս է քեզ օրինակ պրոսպեկտիվով թե 30-ից 50 տարվա ընթացքում քո երկիրը ինչպիսի տնտեսություն պետքա ձեռք բերի, մենք երբեք չենք ունեցել։ Եվ դուք պետնախագահ եք, ես հետևում եի ձեր գործունեությանը, որովհետև այդ ժամանակ էլ տնտեսությունն էի լուսաբանում եւ հիշում եմ, որ դուք դեմ եք արտահայտվում օրինակ եկամտային հարկի վերադարձի ծրագրին, խոսում եք արդեն դրա սահմանափակման մասին եւ երևի թե առաջիններից եք, ովքեր բարձրաձայնում էին, բայց այն ամենի մասին, ինչ որ հիմա եք խոսում, արտոնությունների եւ այլն, ես երբևէ չեմ լսել։ Ուզում եմ հասկանամ, ինչն է խնդիրը, այդ ժամանակ դուք չէ՞ որ հարկայինի ղեկավարն եք եղել, չէ՞ կարող այդ ժամանակ դա բարձրաձայնել եւ որովհետեւ լծակ ունեիք դա անելու։ Բարձրաձայնել ենք, միշտ ասել ենք, որ արտոնություններ դրանք վատ բան են եւ ասեմ ձեզ, որ նաեւ օրինակ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջետային ուղերձը, երբ որ կառավարությունը ներկայացնում է, ինքը ամեն բյուջետային ուղերձի վերջերում տալիս է հարկային ծախսի գնահատական։ Դա հարկային ծախսը դա ըստ էության չհավաքագրված հարկերն են գոյություն ունեցող արտոնությունների պայմաններում։ Եվ դրանք տարբեր տարիների ընթացքում եղել են, ասենք, հարյուրավոր միլիարդ դրամ։ Այսինքն, եթե չլինեին արտոնությունները, որքան օրինակ վերջի տարին կարող է մի քիչ կարգ կարող է խախտեն, բայց 700-750 միլիարդի գնահատական կար, որ օրինակ արտոնությունների պայմաններում չհավաքագրված հարկերը դրա այսքան են կազմում։ Դա կոչվում է հարկային ծախսի գնահատական։ Այսինքն մենք միշտ ներկայացրել ենք ազգային ժողով, որ ցույց տանք, որ հարկային արտոնությունները այսպիսի գումարային ազդեցություն ունեն, արժեքային ազդեցություն ունեն մեր հարկաբյուջետային համակարգի վրա։ Ինչ վերաբերում է եկամտային հարկի։ Եկամտային հարկի վերադարձի ինստիտուտը ինքը շատ վատ ինստիտուտ էր հենց ներդրման փուլից։ Եվ երբ ինքը ներդրվում էր, ես դեռ պետական ծառայողել չէի այդ ժամանակ մասնավոր հատվածում եւ մենք ժամանակել էինք մենք իրենք հարկոցում, որովհետեւ չկար որևէ երկիր, որ նմանատիպ գործիք էր կիրառվում։ Չկար այնպիսի բան, որ օրինակ հիպոթեկային վարկի տոկոսի չափով եկամտային հարկի վերադարձ էր կատարվում։ Օրինակ կային երկրներ, այսօր էլ կան, որ հիպոթեկային վարկի տոկոսը համարվում է համախառն եկամուտից նվազեցվող եկամուտ, այսինքն դու եկամուտից հանում ես տոկոսի չափով, քո եկամուտը նվազեցնում ես, տարբերությանն ես հարկում։ Դա նշանակում է, որ ոչ թե հիպոթեկային վարկի տոկոսի չափով է եկամտային հարկը պակասում, այլ դրա եկամտային հարկի չափով է եկամտային հարկը պակասում, այդտեղ տարբերություն կար։ Մենք քարկոծում էինք եւ 2014 թվականից, երբ որ ինքը սկսեց կիրառվել, նոյեմբերից, եթե չեմ սխալվում, տարիների ընթացքում ինքը շատ թափանիվի նման պտտվեց եւ 100 միլիարդ դրամն անցել է։ Այո, 100 միլիարդ դրամ անցել է։ Իսկ տեսեք, եկեք իրար հետ դատողություն անենք։ Ինքը ունի սոցիալական բաղադրիչ եւ ունի տնտեսությանը, այսպես ասած, ազդակներ տալու կամ տնտեսությունը խրախուսելու բան, չէ՞, այդպեսի նպատակադրում։ Սոցիալականի համար մենք դրա համար, երբ որ ես ֆինանսների նախարարությունում էի աշխատում, մենք որոշակի ճշգրտումներ կատարեցինք օրենսգրքում, որ անձը կարա մեկ անգամ օգտվի այդ համակարգից, եկամուտների բարձր առավելագույն շեմ դրեցինք, թե ինչքան կարող է վերադարձվել, դրեցինք գործարքի գնի առավելագույն շեմ, որ դրանից ավելները այս համակարգում չլինի, որպեսզի թանկարժեք, բարձր արժեք ունեցող պենթհաուսային գույք ձեռքբերողները չօգտվեին այդ համակարգից։ Եվ այդ առումով սոցիալական բաղադրիչը մենք որոշակի ճշգրտեցինք։ Հիմա երբ որ ասում են դա նաև շատ կարևոր է շինարարությունը որպես արդյունաբերության ճյուղ, ինքը խրախուսման կարիք ուներ, մենք մի շատ կարևոր բան ենք ասում ենք բնակարանաշինությունը տնտեսության ամենադոմինանտ բանը չի, ուժը չի, այսինքն դոմինանտ ուղղությունը չի, որը որ պետք է հարյուրավոր միլիարդների պետական աջակցության բանաներ ենթարկվեր։ Չէ՞ որ մենք խոսում ենք արտահանելի տնտեսություն ունենալու բան հրամայականի մասին, բայց բնակարանաշինությունը ինքը ոչ արտահանելի ներքին սպառման համար կատարվող այնպիսի մի բան է, այսպես երևույթ է,
որը որ նաև մենք ունեցել ենք, չէ, 2000-ականների սկզբին, երբ որ 2008 թվականը միջև սրընթաց երկնիշ թվեր էինք արձանագրում, չէ, 2009 թվականին մենք ունեցանք -14.4%-ի տնտեսական սրընթաց անկում, որովհետև մենք մեր տնտեսությունը կառուցել ենք բնականաշինության վրա։ Բնականաշինությունը դա լավագույն տնտեսության ճյուղը չի, որով որ դու դնում ես երկարաժամկետ զարգացման հեռանկար քո տնտեսության համար։ Մենք սա ասելով ենք ասում, որ այդ եկամտային հարկը պետքա եկամտային հարկի գործիքը պետքա չեղարկվի։ Իսկ արդյունաբերության մասով մենք խոսեցինք մեր տնտեսության փոքր մասշտաբների մասին, հետևաբար եթե դուք նախատեսում եք ունենալ մեծ արդյունաբերական կենտրոններ, զարգացնել արդյունաբերությունը, պետք է արտադրվեն եւ աշխարհին մատակարարվեն ապրանքներ, որոնք պետք է ոչ թե ներսում սպառվեն, այլ արտահանվեն։ Այո։ Այսօր Հայաստանը հաշվի առնելով մեր լոգիստիկ պայմանները, ինչ կարող է աշխարհին առաջարկել։ Դե տեսեք, դրա համար մենք խոսեցինք լոգիստիկ վերակառուցման մասին, այն 3 հայեցակարգային հիմքերի մասին, հենասյուների մասին, լոգիստիկ ուղիների, որ պետքա միաժամանակ պետք է իրագործել։ Մի շատ կարևոր բան կա։ Մենք նաև մեր 7 ուղղություններից մեկը Սփյուռքին հետ համագործակցության որակ եւ համագործակցության ձևը արմատապես փոփոխելն է։ Ոչ թե աջակցողի, այլ տնտեսության կառուցման համահեղինակի վերածելու այդպիսի հայեցակարգ ունենք գրած։ Եվ եթե դուք արդյունաբերական գոտիներում դնում եք գրեթե զրոյական դրույքաչափ, գրեթե զրոյական հարկային համակարգ եւ դնում ես բանից ծառայություններից օգտվելու տարածքի համար ուղակի 1 քառակուսի մետրի դիմաց որոշակի գումար վճարելու պարտավորություն եւ Սփյուռքի հայեցակարգի հիման վրա մեր սփյուռքահայ հայրենակիցներին հրավիրում ես իրենց տնտեսական ձեռնարկները բերեն Հայաստան կամ նորը կամ բերեն տեղափոխեն ստեղից արտադրեն, ստեղից արտահանեն, ապա դուրս է գալիս, որ մենք ըստ էության Սփյուռքի հետ միասին արդյունաբերականացնում ենք մեր տնտեսությունը համատեղ ջանքերով եւ հենց տեղ է իրագործում Սփյուռքի հետ կապված մեր այդ հենասյունը, եթե չեմ սխալվում 5-րդը համատեղ ջանքերով Հայաստանը տնտեսական կենտրոն, իսկ Սփյուռքը դրա իրականացման համահեղինակ։ Շատ կարևոր բան եմ ասում։ Այսինքն Սփյուռքը լինելու է այն դրոշակակիրը, այն պիոները, որը որ պետքա իրագործի տնտեսական գոտիների արդյունաբերականացման հայեցակարգի հիմնական փուլը։ Բայց որքան էլ Սփյուռքը մասնակցի, որքան էլ կան ներդրողներ, մենք պետք է նաև պետական բյուջեից կատարել ծախսեր։ Ես ձեր ծրագրում շատ հավակնոտ բաներ էի կարդում, որ պետք է ճանապարհաշինարարությունը լինի նոր կարգու կանոնով, հստակ ժամկետներով լինի, որակի վերահսկողություն լինի, ինչպես նաև այստեղ կար դուք նախատեսում եք վերգետնյա մետրոպոլիտեն կառուցել, նաև առաջին ուղղությունը, որը կլինի Երևան, Զվարթնոց, Էջմիածին, այսինքն հենց միայն մետրոպոլիտենը մեծ գումարներ է պահանջում։ Հայաստանում ճանապարհաշինարարությունը հիմնականում մեծ ենթակառուցվածքային ծրագրերը արվում են պետական պարտքի հաշվին։ Դուք ինչպես եք նախատեսում այս ծրագրերն իրականացնել, եթե մենք արդեն իսկ ունենք բավականին մեծ պետական պարտք 15 միլիարդ դոլարի է հասնում եւ տարեկան մեծ գումարներ տալիս ենք տոկոսներին, մայր գումարներին, ստիպված նոր վարկեր ենք վերցնում, այսինքն այս ծրագրերը, որոնք որքան էլ լավ հնչեն հավակնոտ լինեն, իրենց հիմքում պետք է լինի փողը, որտեղից է այդ փողը լինելու։ Դուք տեղ ընթերցեցիք մի քիչ տնտեսական 7 ուղղություն մեկ ճանապարհի շրջանակներից դուրս բաներ։ Այո, քանի որ որոշ մասը դուք արդեն ասել եք, սա մեր քաղաքի հետ կապված որոշակի մտքերներ, որ դուրս է եկել մեր բուկլետային ծրագիրը, բայց պատասխանում է հարցին։ Սովորաբար այդպիսի ծրագրեր իրականացվում են միջազգային կոնսորցիումների միջոցով։ Ինչ է դա նշանակում։ Պատկերացրեք, օրինակ այնպես ինչպես օրինակ նաև օրինակ Արաբական Միացյալ Էմիրություններում էլ երբ որ այդպիսի ծրագրեր են իրականացվում, նույնիսկ եթե պետական բյուջեն եւ գանձարանը ներում է, իսկ նրանք շատ ավելի այսպես ասած հնարավորություններ ունեցող երկիր է ի համեմատ Հայաստանի Հանրապետության, ապա սովորաբար դա անում են միջազգային կոնսորցիումի եւ միջազգային համագործակցության բաներով, ծրագրերով։ Դա ինչ է նշանակում։ Օրինակ դու կարող ես Չինաստանի, Հնդկաստանի, հիմնականում Չինաստանի, որտեղ Չինաստանը այդպիսի տեխնոլոգիաների առումով հիմա առաջատարներից է Հայաստան ամբողջ աշխարհում,
դու վերցնում ես ֆինանսավորման այնպիսի սխեմա ես կարգում, որը լինում է 3 մասից բաղկացած՝ պետական բյուջեից տրվող բաներ, գումարներ, հենց ուղղակի, երրորդը գրանտային գումարներ, որոնք որ պետական պարտք չեն ավելացնում, այո, դրամաշնորհ գրանտներ, դրամաշնորհներ, եւ մյուսը, այո, պետության կողմից փոխառությամբ վերցվող գումարներ։ Այս 3-ի կոմպոզիցիայով դու կարողանում ես շատ ավելի ճկուն լինել եւ նաեւ, տեսեք, կարևորը պարտքի չափը չի։ Կարող է 15 միլիարդ, որ դուք ասացիք, այդ 15 միլիարդը նախ մենք ունենք որոշակի պլաններ, թե ինչպես պետք է վերադասավորենք, այսպես ասած, ռեկլասիֆիկացիայի ենթարկենք այդ ամբողջ պարտքային զամբյուղը, նրա մեջ կա ներքին պարտք, կա արտաքին պարտք, այդ ներքին ու արտաքին պարտքերի սպասարկման հետ կապված խնդիրներ կան, որ մենք պետք է դրա մասին էլ խոսենք, վերջին տարիներին ներքին պարտքն է ավելացել, այսինքն պետական կարճաժամ պետփոխառությունների պարտատոմսերի հաշվին է դրանք եղել, իսկ դրանք շատ ավելի թանկ են, քան արտաքին փոխառու միջոցների ներգրավումը։ Այստեղ էլ լիքը հարցեր կան, բայց դու տնտեսությունը պետք է զարգացնես, պարտքեր պետք է վերցնես, այո, բայց պարտքերը պետք է ուղղեն միմիայն այդպիսի ծրագրերի իրագործմանը, կապիտալ, ենթակառուցվածքներ կառուցմանը։ Եվ եթե դու կարողանաս ուղղակի կառավարելի պահես իրեն, իսկ կառավարելին ոչ շատ զարգացած ինստիտուցիոնալ կարողություններ ունեցող երկրների համար այդ շեմը մոտավորապես 55% է։ Եթե դու կարողանաս քո պարտքեր հնարաբերակցությունը 55%-ի շրջանակներում պահես, բայց նաև կարողանաս այդ պորտֆելի կառուցվածքը այնպես անես, որ քո պարտքային կառավարումը շատ ավելի ջուրի լինի, քան հիմա է, ապա դու կարող ես այո պարտքեր ներգրավես եւ այդպիսի ծրագրեր իրականացնես։ Բայց ամենակարևորը ոչ թե միայն պարտքի հաշվին, այլ այդ 3-ի մասած գրանտային, պետական բյուջե եւ պարտքային, այս 3-ի կոմպոզիցիայով։ Իսկ ուրիշ երկրները, ձեր նշած երկրները, ինչու պետք է համաձայնեն Հայաստանի հետ նման ծրագրեր անել։ Այն երկրները, որոնց համար տարածաշրջանը շատ կարևոր է, իսկ տարածաշրջանը խոշոր երկրները ոչ թե Հայաստանին նայում են զուտ մի երկիր, այլ այնպիսի կարևոր երկիր, որտեղ որ այս տարածաշրջանը ինքը կարող է եւ ապագայում դառնալու է շատ կարևոր լոգիստիկ հանգույց։ Եվ բոլորը այստեղ օրինակ արդեն պետք է իրենց տնտեսական մասնակցությունը շատ կարևոր համարեն եւ գան։ Եվ պատահական չի, որ ես Չինաստանը ասեցի, Չինաստանը այսօր Անակլայում խորքային նավահանգիստ է կառուցում։ Դա բազմամիլիարդավոր ծրագիր է եւ նաեւ Չինաստանը Վրաստանի արտաքին ներդրումներ կատարող համար 1 երկիրն է։ Այդ նշանակում է, որ Չինաստանը տարածաշրջանի նկատմամբ ունի շատ մեծ հավակնոտ ծրագրեր եւ ներդրումային շատ կարեւոր նպատակներ, բնականաբար ինքը չի սահմանափակվելու միայն Վրաստանով։ Եվ ասեմ, որ նաեւ շատ կարեւոր եւ ռազմավարական համագործակցության փաստաթղթեր ունի կնքված նաեւ Ադրբեջանի հետ, հասկանում եք, այսինքն այս տարածքը Չինաստանի համար չէ, եթե կա Ադրբեջանի հետ ծրագրեր, որոնք իրականացում են, նաեւ օրինակ մեկ գոտի մեկ ճանապարհ այդ հսկայական ծրագրի ներքո մեծ ծրագրեր իրականացում Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ, Հայաստանում եւս Չինաստանը ունի այդպիսի շատ կարևոր ներդրումներ անելու ծրագրեր։ Այ դրանից պետք է օգտվել։ Պետք է կարողանալ ճիշտ դիրքավորվել եւ չինացի մեր գործընկերների հետ կարողանալ շատ կարևոր բանակցությունների միջոցով իրենց պետական վարկերով, իրենց պետական գրավներով, իրենց պետական երաշխիքներով բերել Հայաստան։ Դա հնարավոր է։ Ներդրումների մասին մի փոքր խոսենք։ Ես հետևում եմ ձեր վերլուծություններին, որոնք նաև տեղադրում եք ձեր Facebook-յան էջում։ Վերջերս անդրադարձել եք Հայաստանում կատարվող ներդրումներին։ Մեր իշխանության ներկայացուցիչները, էկոնոմիկայի նախարարը, տնտեսական բլոկի падգամավորները եւ ընդհանրապես այդ բլոկի ներկայացուցիչները հաճախ ինչ որ ցուցանիշներ են հրապարակում առանց դրանց տակի եղած ենթացուցանիշները, ենթաթվերը ներկայացնելու, մենք ինքներս էլ հաճախ այդ ցուցանիշները fact-check ենք անում, հասկանալու համար ինչ է նշանակում եւ շատ հաճախ պարզվում է, որ իրականությունը լրիվ այլ է։ Այդպիսի մի իրավիճակ է ներդրումների հետ կապված, ես տեսա, որ դուք եք անդրադարձել, ինչ խնդրում եմ դուք մեկնաբանեք ներդրումների ոլորտում ինչ ունենք եւ
Ինչու Հայաստան ներդրումներ չեն գալիս, ինչն է խանգարում եւ դուք ինչ եք նախատեսում անել։ Դե իրականում ներդրումների վիճակը վատ է եւ դուք ճիշտ նկատեցիք, էկոնոմիկայի նախարարը հրապարակել էր ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ցուցանիշներ եւ իր կողմից արած ցուցանիշները, որոնք որ ինքը հրապարակել էր, այո, մասնակիորեն իրենք ճիշտ են, որովհետեւ եթե դու ունես երկու հաշվետվություն, մի հաշվետվության մի մասը ներկայացնում ես ու չես ներկայացնում այդ նույն հաշվետվության երկրորդ մասը, տպավորություն է ստեղծում, որ ամեն ինչ կարգին է։ Բայց իրականում այնտեղ զուտ հոսքեր ներկայացնելու խնդիր կար, այսինքն ներդրումները գալիս են եւ ներդրումները գնում են, այսինքն երբ որ զուտացնում ես, այսինքն հաշվի ես առնում նաեւ արտահոսքը, տեսնում ես, որ սալդոն այդքան էլ մեծ բան չի, մեծ չի։ Իսկ ուղղակի ներդրումների տեսանկյունով Հայաստանում ուղղակի ներդրումները շատ ցածր են։ Ու դա նորմալ է։ Ոչ թե նորմալ է, որ ցածր է, այլ համահունչ է այսօրվա մեր Հայաստանի Հանրապետության իրավիճակին։ Որովհետև ներդրումները սովորաբար օտարերկրյա ներդրումները լինում են մասնավոր ներդրումներ են լինում եւ մասնավոր ներդրումները սիրում են այսպես ասած շատ հանդարտ եւ շատ անվնաս եւ անվտանգ միջավայր։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ երկիրը որտեղ որ ներդրումներ պետք է կատարես, ինքը պետք է ունենա արտաքին անվտանգային խնդիրներ չպետք է ունենա, ներքին լարվածություն քաղաքական չպետք է լինի, պետք է ունենա կառավարելի կամ կանխատեսելի տնտեսական միջավայր, պետք է ունենա կանխատեսելի հարկաբյուջետային եւ կանխատեսելի դրամավարկային քաղաքականություն։ Այսինքն սրանք պետք է ապահովես։ Եվ ինքը պետք է տեսնի, որ օրինակ բիզնեսը, որը օտարերկրյա ներդրումներով Հայաստանում գործող բիզնեսը ռեկվիզիցիայի չի ենթարկում։ Բայց տեսնում ենք, որ օրինակ Կիպրոսյան ընկերության ներդրում ունեցող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, օրինակ Հայաստանի կառավարությունը իր ջանքերով օրենսդրական որոշակի փոփոխություններով ռեկվիզիցիայի է ենթարկում։ Կամ օրինակ Քաջարյանի պղնձամոլիբդենայինում կառավարությունը ձեռք է բերում ինչ-որ փայամասնակցություն կամ Viva-ի սեփականաշնորհումն իրագործելու շրջանակներում ձեռք է բերում որոշակի բան։ Այսինքն արտաքին աշխարհի համար սրանք ըստ էության պետական կոռուպցիայի, մի քիչ պատկերավոր ասած, պետական կոռուպցիայի հստակ բաներ են, պատկերներ են։ Դե պարզ է, չէ՞, որ սրանք որ նայում ես, եթե տեսնում ես նաև արտաքին անվտանգության հարցերը կարգավորված չեն, կանխատեսելիության հետ կապված խնդիր կա հարկաբյուջետային շատ մեծ։ Բնականաբար արտաքին օտարերկրյա ներդրումները ուղղակի չեն հոսելու Հայաստան։ Եվ սա ել եմ ասում, նորմալ է այն առումով, որ համահունչ է, ուղիղ համեմատական է այն դիրքին, ինչ որ զբաղեցնում Հայաստանը այսօրվա դրությամբ։ Չկա այն խաղաղության պատրանքը, չկա այդ գովերքող խաղաղությունը, կա ընդհանուր շատ մեծ լարվածություն եւ այսօրվա իշխանությունների վերարտադրման պարագայում ամբողջ աշխարհը հասկանում է, որ Հայաստանը ենթարկվելու է ընդհանրապես կլանման։ Ադրբեջանական եւ թուրքական լոբիստական այդ բաները շատ լավ հայտարարում են դրա մասին։ Տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով ըստ էության Ալիևի վարչակազմը ազդարարում է դրա մասին եւ շատ բաց տեքստով էլ իրենց նպատակների մասին խոսում են։ Հետեւաբար այս իրավիճակում նորմալ բիզնեսմենը մեր տարածաշրջանում օտարերկրյա ուղղակի ներդրումներ չի կատարի, եթե չունի կոնկրետ ինչ որ պահի ազդեցությամբ կամ պահի իրավիճակով պայմանավորված որոշակի առաջնահերթություններ, ծանոթ բարեկամ մոտիկ մտերին, որը որ այսօր օրինակ բարձրաստիճան պաշտոնյա է, օրինակ։ Այսինքն ներդրողների Հայաստան չգալը ավելի շատ բացատրում է անվտանգային եւ քաղաքական։ Այո, քաղաքական, անվտանգային եւ նաեւ տնտեսական այն առումով, որ նաեւ տնտեսական իրավիճակը օտարերկրյա ներդրումների պաշտպանության տեսանկյունից իրավիճակը ըստ էության վատն է, արդեն խոսեցինք մի քանի դեպքեր ասեցինք իրար հետ, չէ, հարկաբյուջետային քաղաքականությունը ինքը կանխատեսելի չէ, որտեվ մենք այսօրվա ընթացքում խոսեցինք, չէ, որ հարկային քաղաքականությունն ու տնտեսական քաղաքականությունը անկախ են գործում իրարից եւ հարկային քաղաքականությունը սովորաբար այնպիսի փոփոխություններ է կատարում, որոնք բերում են ֆիսկալ էֆեկտների։ Հետևաբար կանխատեսելի չի այսօրվա ներդրումները վաղվա ճակատագիրը ինչպիսի բաների, ինչպիսի մարտահրավերների կհանգեցնի։ Հետևաբար այս բոլորի համախումբը ներկայացնում Հայաստանը որպես շատ անկանխատեսելի մի միջավայր, տնտեսական եւ քաղաքական, քաղաքատնտեսական մի այնպիսի միջավայր, որտեղ թերևս ռիսկային է ներդրում կատարել։ Այսա մենք պետք է կոտրենք։
Իսկ հարկային հատվածում ինչպես եք պատկերացնում փոփոխությունները եւ համակարգը ավելի լավը դարձնելը թե ՓՄԶ-ի համար, թե օրինակ անհատ աշխատողների համար, մարդկանց համար առհասարակ, որոնք վճարում են հարկեր։ Հարկային համակարգը պետք է տնտեսական մոդելի փոփոխությանը համահունչ փոփոխության ենթարկվի։ Մենք երբ որ ասում ենք սպառման մոդելի հիմքով է մեր տնտեսությունը, մենք պետք է անցում կատարենք դեպի արտահանելի տնտեսություն, այդ նշանակում է, որ մենք պետքա սպառումը հարկելուց անցում կատարենք արժեքը, ստեղծված արժեքի հարկման համակարգին։ Այդ նշանակում է, որ ավելացված արժեքի հարկ եւ շրջանառության հարկը իրենց դոմինանտությունը պետք է կորցնեն, այսինքն աստիճանաբար իրենք պետք է վերանան։ Շրջանառության հարկը անմիջապես պետք է վերացնենք, իսկ ավելացված արժեքի հարկը աստիճանաբար։ Դրանք փոխարինելով տրանզակցիոն կամ վաճառքի հարկով, ցածր զույգաչափով, 5% զույգաչափով, պարզ մեխանիզմով, հաշվետվողականության պարզ համակարգերով, այդպիսի մի հատ հարկով, բայց այս անցումը ելի պետք է լինի խելամիտ, որպեսզի մենք բյուջետային ճնշումներ չունենանք։ Սա էլ է հստակ ամրագրված մեր տնտեսական քաղաքականության մեջ։ Բայց մինչև փոքր ու միջին ձեռնարկատիրության վիճակը մի քիչ ավելի հասկանալի դարձնելու համար մենք մի շատ կարևոր անցումային որոշման ենք եկել։ Մենք հետ ենք բերելու 2025 թվականի հունվարի 1-ից այս փոփոխությունները, որ արեցին շրջանառության հարկեր միկրոձեռնարկատիրության, չէ, երբ որ կրկնակի բարձրացվեց զույգաչափերը եւ որոշակի սահմանափակումներ եղան ոլորտներ, մենք հետ ենք վերադարձնում, այսինքն չեղարկելու ենք այդ օրենսդրական փոփոխությունները, վերադարձնելու ենք 24 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ արկա օրենսդրությունը, դա կգործի այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք եկել հանրությանը, չենք ներկայացրել նոր հարկային համակարգի մեր առաջարկներով։ Սա շատ կարևոր է, այսինքն մենք ինչ ենք ասում ենք մեր կարծիքով այդ փոփոխությունները, որոնք կատարվել են 25 թվականի հունվարի 1-ին, բավարար չափի հանրային քննարկում չեն անցել եւ փորձագիտական առումով իրենք խոցելի են, հետեւաբար մենք վերադարձնում ենք ստատուս քվոն եւ դա պահպանում ենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք ավելի լավ համակարգ չենք առաջարկել մեր հարկ վճարողներին։ Իսկ ավելի լավը ո՞րն է, օրինակ փոքր ՓՄԶ-ին, փոքր եւ միջին ձեռնարկություններին։ Երբ որ դուք շրջանառության հարկը այսօրվա, պատկերացրեք առևտուրը այսօր 10%-ով հարկում, ենթադրենք, չէ, եւ ունի որոշակի հաշվետվողական խնդիրներ, որովհետեւ իրեն նաեւ որոշակի օրենսդրական պահանջ են ներկայացրել ապրանքաշրջանառության վերաբերյալ տեղեկատվություն, մնացորդների վերաբերյալ տեղեկատվություն, այսինքն շատ այնպես խորացված տեղեկատվություն, որը որ փոքր ու միջին ձեռնարկատիրության կյանքը դժվարացնում է։ Եվ ունի այսօր ասենք նաև եկամտային հարկ։ Մենք եկամտային հարկի հարկման 20% զույգաչափով հարկման այդպիսի բեռ։ Երբ որ մենք ասում ենք եկամտային հարկի եւ շահութահարկի առումով պրոգրեսիվ համակարգերի ենք անցում կատարելու, դա նշանակում է, այո, համահարթից պետք է գնանք պրոգրեսիվի, բայց այնպիսի պրոգրեսիվի, որ մինչև 20 թվականի հունվարի 1-ը գործող պրոգրեսիվը չի, նա շատ վատ պրոգրեսիվ համակարգ էր։ Հարցը գնում է, օրինակ պատկերացրեք 12, 18, 22 եւ 28 այդ քարաքայլ սանդղակային հարկման համակարգերին եւ ամենայն հավանականությամբ փոքր ու միջին ձեռնարկատիրության աշխատողների աշխատավարձը 12-18 դրույքաչափի հարկվող եկամուտների շեմի մեջ հանգնելու։ Հետեւաբար շրջանառության հարկի փոխարեն պարզ համակարգ 5%-ով եւ աշխատավարձի հարկում ավելի նվազ դրույքաչափերով, այսինքն նվազեցված հարկային պարտավորություն։ Եվ մենք սա իլյուստրացիոն բաների ձևով ներկայացրել ենք հանրությանը, թե ինչքան է այսօր օրինակ առևտրի ոլորտում գործունեություն ծավալողի հարկային բեռը եւ ինչքան է ինքը տնտեսելու մեր փոփոխությունների արդյունքում։ Եթե մի քիչ ավելի ընդհանրացված խոսենք, ձեր նշած այդ բոլոր ծրագրերը իրագործելու արդյունքում կամ այդ ծրագրերը իրագործելու համար, չգիտեմ, որից պետք է բխի, տարեկան որքան տնտեսական աճ է մեզ պետք եւ մի նկատառում էլ 2022 թվականից Հայաստանի տնտեսությունը, հատկապես հենց 22 թվականին երկնիշ աճ ունեցանք, հետո իջավ, այժմ 7-8 այդպես տատանվում է տնտեսական աճը, բայց բոլորս գիտենք, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական պատերազմը, դրա հետևանքով մարդկանց, փողերի ու վերարտահանումների այս մեծ ներհոսքն ու շրջանառությունը, մենք այդպիսի աճ չէինք ունենա։ Դուք ձեր ծրագրերում հաշվի առել եք, որ կարող են լինել նման սցենարներ, որ կարող են դրական ազդել տնտեսության վրա արտաքին, կարող են բացասական ազդել եւ առհասարակ Հայաստանի բնականոն աճը, որը պետք է
բերի այդ բոլոր ծրագրերին, փոփոխություններին, որը պետք է լինի։ Տեսեք, ցանկացած տնտեսական քաղաքականություն, տնտեսական ծրագիր, այսպես ասած, ռազմավարական փաստաթուղթ, ինքը կառուցվում է մի քանի սցենարներով. օպտիմիստիկ սցենար, պեսիմիստիկ եւ ռեալին մոտիկ։ Դու պարտավոր ես մի քանի սցենարներով անել, որովհետեւ այո, այս հարատև փոխվող աշխարհում կարող են լինել հանգամանքներ, որոնք որ կարող են ազդել նաեւ քո տնտեսությանը։ Եվ ոչինչ քարի վրա գրված չէ, այսինքն մենք չենք գրում այսօր մի բան, որը հաստատ իրագործելու են 20 թվականին։ Դու շատ կարևոր է որ վերցնես ուղենիշդ, այսինքն այն փարոսը, որ պետքա գնաս։ Ես գնում եմ այնտեղ։ Այդ վերջի կետը դեպոր դու որոշեցիր, այդ ճանապարհը կարող է ընթացքում որոշակի մարտավարական առումներով դու փոփոխությունների ենթարկես, բայց ամենակարևորը մեր համար եւ կյանքի գին ունեցող փոփոխությունը դա տնտեսության մոդելը փոխելն է։ Այդ դուք ասեցիք շատ լավ ձևակերպեցիք։ Մենք ունենք երկնիշ տնտեսական աճ, հետո մենք հիմա ունենք 7% շրջանակներում տնտեսական աճ։ Հասկանում եք, մեր տնտեսական աճը մեր կողմից կառավարելի չի։ Գիտեք ինչու։ Որովհետև այդ գործոնները, որոնց հիման վրա մեր տնտեսությունը աճում է, դրանք արտաքին գործոններ են եւ դրանք մենք չենք կարողանում կառավարենք։ Դրա համար ենք մենք ասում, որ պետքա դու առևտուր, ծառայություն, այդ ամեն ինչից ներքին սպառման մոդելից անցում անես այնպիսի մոդելի, որտեղ որ ավելի շատ ազդեցություն ունես այդ տնտեսական գործընթացների վրա։ Դու պետքա բարիք արտադրես, վաճառես դրսում։ Ամենակարևոր բանը, պատկերավոր ասենք, մենք 30 տարի է 3 միլիոն սպառողի վրա ենք կառուցել մեր տնտեսությունը։ Դրա համար սահմանափակ է իր տնտեսական աճը։ Հիմա եթե դուք ասում եք, քանի տոկոսն է մեզ թռիչքային երկնիշ թռիչքային աճ է պետք, բայց դա մենք չենք անելու հաջորդ տարի կամ մյուս տարի կամ 3 տարի հետո։ Դա բերելու ես այն ժամանակ, երբ որ դու այն փարոսին հասնես, դու ունենաս կառուցվածքային փոփոխությունների արդյունքում դարձնես արտահանելի քո տնտեսությունը։ Դու փոքր քո տնտեսական այս փոքր կառուցվածքում մեծ հզոր արդյունաբերական կարողություններով արտադրես այնքան ապրանք ու այնքան ծառայություն, որ քո սպառողները լինեն ոչ թե 3 միլիոն, այլ 30 միլիոն, 300 միլիոն եւ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այդ ժամանակը, որ քո հնան կրկնապատկվի, կերապատկվի, կքառապատկվի։ Այս է մեր մոդելը։ Եթե դու դա չես անում, եթե ազնվորեն չես ասում ժողովուրդ ջան, մենք այս ճանապարհով պետք է գնանք, բայց սրա իրագործումը ինքը ունենալու է աստիճանական եւ տարիների ընթացքում եւ հասնելու ենք մենք դրան, դու ուրեմն ազնիվ տնտեսական ծրագիր ես ներկայացում հանրությանը, որը հրաշքներ չի ազդարարում հենց քո պաշտոնավարման օրինակ մեկնարկից։ Մենք հեռու ենք այդպիսի բաներից։ Մենք ասում ենք, թե մեզ ինչա պետք։ Մեր ծրագրերը մենք գրել ենք տասնամյակների համար։ Մենք տեսնում ենք փարոսը, մենք գնալու ենք դեպի այդ փարոսը։ Ճիշտ եք ասում, աշխարհը կարող է փոխվել, մարտավարական ճանապարհները կարող են փոխվել, բայց ռազմավարական նպատակը մեկն է՝ ունենալ արտահանելի տնտեսություն։ Պարոն Անոնյան, ձեր ծրագրում կարծես թե ցուցանիշներ քիչ կան։ Տեսեք, ես ձեզ հարցրեցի մոտավորապես որքան տնտեսական աճ եք ասում, դուք ասացիք, որ հետագա տարիների համար, բայց կարճաժամկետի համար ինչ կանխատեսումներ ունեք։ Եթե ընթերցողը ներողություն, եթե ընթերցողը ձեզ է ընտրում, ակնկալում է քաղաքացին, ակնկալում է, որ 1 մաքսիմում 2 տարի հետո արդեն իր կյանքում պետք է ինչ-որ բան փոխվի։ Կարճաժամկետի համար ինչ եք խոստանում։ Կարճաժամկետի համար, տեսեք, որպես կառավարություն, երբ որ ձևավորում ես կառավարություն, պարտավոր ես 5-ամյա կառավարության ծրագիր ներկայացնել եւ դրա միջոցառումներ իրականացման։ Վստահ եմ, որ այդ ծրագրում մենք կարողանալու ենք կանխատեսելի բաներ ներկայացնել։ Այո, դու պետքա դնես, որ օրինակ 5 տարվա միջին քո տնտեսական աճը չպետքա պակաս լինի 8 տարեկան 8% տնտեսական աճից։ Դրան հասնել հնարավոր է, այո։ Տեսեք, այս նույն 7% որ դուք ասում եք տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 7%-ի շրջանակներում է, չէ՞։ Օրինակ 25 թվականն էլ մենք ունեցանք մոտ 5%-ից մի քիչ ավել տնտեսական աճ, չէ՞։ 5-ը քիչ է։ Տեսեք, տնտեսությունը, եթե կառավարությունը ոչ մի բան չանի, այսինքն կառավարությունը եթե տնտեսությանը չխանգարի, տնտեսությունը իներցիոն իր աճ ունենալու է 3-ից 4%։ Հասկանում եք, դու պետք է ուղղակի որպես կառավարություն կարողանաս նաև կրկնապատկելու հնարավորություն ունենաս դա։ Երբ որ ես ասում 8%, դա չի նշանակում այսօրվա մոդելով 8%։ Եթե մենք մեզ հաջողվի առաջիկա 5 տարիների ընթացքում միջինը տնտեսական աճը 8%-ի շրջանակներում պահես, բայց նաև կառուցվածքային փոփոխություն ապահովես, չէ՞,
այդ 8%-ի արժեքը շատ ավելի մեծ է, քան օրինակ նախորդ տարիների 10-11%-ը։ Որակն է այստեղ կարևորը, որակը։ Այսինքն տնտեսական աճի որակը, այդ 8%-ի դոմինանտը, շոքեքարշը արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն են, թե օրինակ առևտուրը եւ ծառայությունները։ Դրա համար եմ ասում, որ ասում եք ցուցանիշ չկա, ցուցանիշը այսօր այդքան կարևոր չի։ Ցուցանիշը պետք է, ես հնչեցրեցի այդ ցուցանիշը, բայց կարևորը որ դոմինանտը, քարշակները, շոքեքարշը դառնան արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը եւ իրենք լինեն արտահանելի։ Այսինքն պետքա գյուղատնտեսությունը արդյունաբերականացնես, դու գյուղերում պետքա գործարաններ կառուցես, մթերմակետեր կառուցես, այնտեղ լիքը բաներ կա, որ դու պետքա անես։ Եվ այդ 8%, 7%, 15%, 14% սրանք ոչինչ չասող բաներ են։ Ես ձեզ վստահեցնում եմ, որովհետև երբ որ դու ասում ես, գիտեք, մեր մոտ տնտեսական աճը 11%, հա, սովորական քաղաքացին ասում է, եւ ինչով է դա իմ վրա ազդել։ Ես ունեի այսքան եկամուտ, կարողանում էի կատարեմ այսքան ծախս, ես հիմա ունեմ ելի նույնքան եկամուտ, չեմ կարողանում նույնքան ծախս կատարեմ։ Դե ինձ բացատրի, իմ գնողունակությունը ինչու է անկել։ Դու ասում ես 7% տնտեսական աճ ունես։ Հետևաբար տնտեսական աճը պետք է նաև ունենա ներառականություն։ Մենք պետք է խոսանք ներառականության մասին։ Դրա համար ես չեմ ուզում շատ թվաբանական բաներով մարդկանց ասեմ, մենք անելու ենք, ենթադրենք 8% տնտեսական աճ, առաջի տարիներին դրան կլինեն 8%, երրորդ տարին կլինի 11-14%, միգուցե մյուս տարիներին ավելի նվազի, բայց միջինով մենք ունենանք 8%։ Սրանք վիճակագրություն են, որոնք հանրությանը ոչինչ չեն ասում։ Դրա համար մենք հանրության հետ ավելի բան ենք խոսում, ասում ենք մենք եկեք փոխենք այս մոդելը։ Առաջին անգամ 30 տարիների ընթացքում փոխենք այս մոդելը։ Մոդել, որը ըստ էության սկսել է այս արատավոր մոդելը սկսել է ձևավորվել 2000-ականների սկզբից։ Եկեք փոխենք։ Դուք ձեր հարցերի ամենասկզբում ասացիք, որ մենք ավելի շատ ներմուծող երկիր ենք։ Դուք գիտեք դրանով հենց տվեցիք մեր տնտեսության դեղատոմ բանը, այսպես ասած, բանը, այդ խնդիրը նկարագրեցիք, որն է այդ խնդիրը, տեսեք, առևտուրը մեր մոտ դոմինանտ է, այո, առևտուրը ինքը արժեք չստեղծող գործունեության ոլորտ է, առևտրի նպատակը որն է, արտադրողից վերջնական սպառման համար պատրաստված ապրանքը վերջնական սպառողին հասցնելը, ինքը արժեք չի ստեղծում։ Հիմա տեսեք, մենք ինչ ենք անում, ներմուծված ապրանքը ապահովում ենք, որ այսօր մեր սպառողը ստեղ սպառի։ Այսինքն մեր սպառողը մեր առևտրի ոլորտի միջոցով ֆինանսավորում է դրսի արտադրողին։ Սրանով հենց ձևակերպեցիք մեր տնտեսական մոդելը։ Պատկերացրիք, հետևաբար 8% միջին տնտեսական աճ, այո, մենք դա կանենք, բայց ամենակարևորը որակը փոխելու հաշվին։ Արդյունաբերություն, գյուղատնտեսություն։ Արդյունաբերության մեջ ձեր ծրագրերում կար նաև հանքարդյունաբերության մասին տող, խոսվում էր, որ պետք է արտահանել ոչ թե հումք, եւ առհասարակ միայն հանքարդյունաբերությանը չէր վերաբերում, ոչ թե հումք, այլ պատրաստի արտադրանք։ Այստեղ ամենադժվարը երևի թե հանքարդյունաբերության ոլորտինն էր, որովհետեւ տարիներ շարունակ խոսում եւ լսում ենք, որ ոսկին պետք է վերջնականապես վերամշակվի, նոր արտահանվի, պղինձը, մոլիբդենը, այսինքն այս ծրագրերը բոլոր կառավարություններն ունեն, բոլորը դրա մասին խոսում են եւ չեն անում։ Ինչն է խնդիրը եւ որն է ձեր առանձնահատկությունը, դուք կարողանաք անել, բայց այս իշխանությունները չեն կարողանում անել։ Ինչն է փոխվելու։ Տեսեք, մենք գիտենք ինչ բան է հանքարդյունաբերություն։ Մենք ունենք փորձագետներ, ունենք շատ լավ ընկերներ, որոնք որ զարգացրել են Հայաստանի եւ ոչ մենակ Հայաստանի հանքարդյունաբերությունը։ Եւ տարիների ընթացքում նույնիսկ հանքարդյունաբերության ոլորտում, օրինակ պոչամբարների շահագործման ոլորտում էլ է կարելի այդպես ասել, գիտությունն ու տեխնոլոգիան զարգանում են։ Եթե նախկինում միայն ցիանացման միջոցով էր հնարավոր օրինակ պոչամբարները վերամշակել, ապա այսօր կան արդեն նույնիսկ արտոնագրերով եւ պատենտավորված բաներ, տեխնոլոգիաներ, որոնցով հնարավոր է առանց բնության, առանց որևէ բան պարգևելու, վնաս պատճառելու իրականացնել նաև պոչամբարների վերամշակում։ Սա ինչի եմ ասում, պոչամբարը դա հանքարդյունաբերության մի այնպիսի բանն է, որտեղ որ հավաքվում է այդ ամբողջ տեխնոլոգիական շղթայից առանձնացված, ասենք,
հանքարդյունաբերական աղբ է, եթե կարելի ասել, որի մեջ կան նաև թանկարժեք մետաղներ, որոնք որ այս կամ այն ռեագենտների հարաբերակցության պատճառով կամ շնորհիվ կամ այդպիսի տեխնոլոգիայի պայմաններում իրենք չեն կորզել ոսկին եւ պղինձը կամ արծաթը այնքան, ինչքան որ պետք է կորզեն։ Այսօր ամբողջ աշխարհում կան բաներ, տեսեք, նույնիսկ երեսապատման ներկեր կան, մենք ինօր խոսում ենք մեր շատ հարգված ընկերների հետ, որոնք որ պղնձի փոշի են օգտագործում այդ ներկերի արտադրության ժամանակ։ Ես ականատես եմ եղել, ինքս տեսել եմ, թե ինչպես է Պոչամբարի, ասենք այդ ամեն ինչը, Պոչամբարի նյութը վերամշակվում եւ դրանից ստացվում մոտորապես 95-96% պղնձի փոշի։ Ես այս մատս մցրել եմ այդ փոշու բանի մեջ եւ զգացել եմ դա։ Դա ինչ է նշանակում, դա նշանակում է, որ օրինակ հաջորդ տեխնոլոգիական շղթան այդ փոշին, որը ինքը արդեն շատ բարձր արժեք ունեցող բան է, արտահանման ենթակա է, բայց երբ որ դու ևս մեկ տեխնոլոգիական շղթա բերում ես Հայաստան եւ օրինակ արտադրում ես երեսապատման, արտաքին երեսապատման ներկեր, որի մեջ այդ փոշին ունենում է շատ, այսպես ասած, համ տեսք տալու, արտաքին տեսք ապահովող, համ էլ նաեւ դիմացկություն ապահով, դրանք շատ թանկարժեք ներկեր են, դրանք գերմանական, իտալական այդպիսի ներկեր կան, որոնք դու կարող ես արտադրել Հայաստանում եւ այդ ներկերը ինքդ արտահանել դուրս։ Սա մի շղթա էր, որ նկարագրեցի։ Սրա մասին ես գիտեմ։ Ես չգիտեմ իրենք գիտեն թե չգիտեն։ Կարող են նույնիսկ գիտեն, բայց չգիտեն ինչպես իրագործել։ Օրինակ չգիտեն թե տեխնոլոգիական շղթաները Հայաստան ինչպես պետք է բերել հանքարդյունաբերման ոլորտի։ Ես հանքարդյունաբերման ոլորտի հետ ծանոթ եմ շուրջ 26 տարի։ Այսինքն ես մուտք եմ գործել եւ 26 տարի խորհրդատուի կարգավիճակով եղել եմ այդ ոլորտում։ Կարծում եք ունենք այդ ներուժը։ Հայաստանի եւ Արցախի համապատասխան հանքավայրերում, այդ ընկերություններում, մեր մասնագիտական խորհրդատվության շրջանակներում նաեւ ինքներս ենք ձեռք բերել շատ արժեքային գիտելիքներ, բայց ամենակարևորը ձեռք ենք բերել պրոֆեսիոնալ ընկերների մի այնպիսի համայնք, որոնք որ մեծ պատրաստակամությամբ աշխատելու են եւ իրագործելու են այդ արդյունաբերաբանի մեր արդյունաբերականացման հաջորդ քայլը, այսինքն հանքարդյունաբերման ոլորտում շղթայական, արդյունաբերական, շղթայական մյուս գործընթացները Հայաստան բերելու այդ գործընթացը։ Երբ որ մենք խոսում ենք դրա մասին, բոլորին թվում է, թե մենք խոսում ենք Ձուլարանի մասին միայն։ Եվ ասում են տասնամյակներ շարունակ այդ Ձուլարանի մասին խոսելն է, այդ Ձուլարանը չի բանալել, չի իրագործվել։ Նախ Ձուլարանը կարելի է իրագործել, կարելի է ունենալ Ձուլարան, բայց տեխնոլոգիական շղթա ասելով միայն Ձուլարանը ինդիկատիվ չպետք է ունենանք։ Նաև կան, այսպես ասած, ոչ մենակ տրադիցիոնալ պղինձ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, տրադիցիոնալ հանրային հնչողություն ունեցող կամ հանրության մոտ այդպիսի բան ստեղծած։ Որտեղ մեր արտահանման թոփերում դրանք են։ Կան նաև այնպիսի ապագային միտված նոր տեխնոլոգիաներ ապահով այնպիսի հազագյուտ օգտակար հանածոներ, որոնք եւս կարող են բանանել եւ օրինակ միկրոչիպերի արտադրության ժամանակ դրանք կարող են օգտագործվել։ Դրա իհարկե երկար ժամանակ է պետք եւ ճանապարհ է պետք է դրան անցնելու համար, բայց դա եւս մի շատ հետաքրքիր արդյունաբերական ճյուղ է, որ պետք է զարգացնել։ Շատ լավ։ Ձեր տնտեսական ծրագրերից կան այլ կարևոր կետեր, որոնց մասին դուք ուզում եք բարձրաձայնել։ 7 ուղղությունների մասին մենք ՓՄԶ-ի մասին խոսեցինք, 7 թվարկենք իրար հետ։ Ահա երկու բանի մասին չենք խոսել։ Կարճ կասեմ արժեթղթերի շուկայի կայացման հետ կապված մի շատ կարևոր բան ունենք մենք պետք է վերացնենք բաց բաժնետիրական ընկերություն եւ փակ բաժնետիրական ընկերություն այդ արհեստական բաժանումը, որը պոստսովետական այդպիսի մի իներցիոն իրավիճակ է։ Ամբողջ քաղաքագիրտ աշխարհը բաժնետիրական ընկերություն ասելով հասկանում է այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը ազատ շրջանառվում են արժեթղթերի շուկայում։ Հետևաբար մենք ազդարելու ենք անցման ժամանակահատված եւ ասելու ենք, որ տալու ենք փակ բաժնետիրական ընկերություններին տալու ենք ընտրության հնարավորություն, եթե իրենք շարունակում են գործել որպես բաժնետիրական, ապա իրենք պետք է IPO-ի ասած այդ ամբողջ գործընթացներն անցնեն եւ ցուցակեն իրենց արժեթղթերը մեր արժեթղթերի շուկայում, իսկ եթե իրենք չեն ուզում, կարող են ընտրել ավելի պարզ համանախապակ պատասխանատվությամբ ընկերության կարգավիճակով գործելու իրենց հետագա ճանապարհը։ Բայց
բարձր հանրային հաշվետվողականություն ունեցող բաների, ընկերությունների, կամպանիաների համար մենք սահմանելու ենք պարտադիր բաժնետիրական ընկերության կարգավիճակով գործելու այդպիսի օրենսդրական իրավական պահանջ, դրանք հանքարդյունահանման ոլորտի, դրանք օպերատորներն են հանրային ծառայություններ մատուցող կապի տեղեկատվական տելեկոմ ընկերությունների, այսինքն այն հանրային ծառայություններ արդեն ասեցի, գազ, ջուր եւ այլն հանրային հետաքրքրությունների օբյեկտ հանդիսացող ընկերությունները պարտադիր պետք է գործեն բաժնետիրական ընկերությունների կարգավիճակում, որպեսզի իրենց բոլորի բաժնետոմսերը ազատ շրջանառվեն արժեթղթերի շուկայում։ Սա շատ կարևոր բան է։ Եվ իրենց համար պետք է նաև հարկային որոշակի խթան հանդիսացող մի նորամուծություն ունենք, որ այդ ընկերությունները, որոնք բաժնետիրական ընկերություններ կլինեն, վերաիմաստավորված բաժնետիրական ընկերությունները, իրենց շահութահարկը կվճարեն միայն այն դեպքում, երբ որ կվճարեն դիվիդենդ իրենց բաժնետերերին։ Քանի դեռ ընկերությունը դիվիդենդ չի հայտարարել, ապա չի վճարում նաև շահութահարկ։ Դիվիդենդ հայտարարեց, դիվիդենդ վճարեց, վճարում է նաև շահութահարկ։ Այսինքն պետությունը այստեղ բաժնետիրական ընկերությունների պարագայում ուզում է մի քիչ ավելի գործընկերային մոտեցում ցույց տա եւ խրախուսի կապիտալի կուտակումը։ Այսինքն եթե դու շահութահարկ, եթե դու չես վճարում շահաբաժին, կուտակում ես այդ կապիտալը եւ այդ կապիտալը վերաներդրում ես կատարում քո ընկերությունում, այսինքն ընկերությունը ավելի մեծանում է եւ խոշորանում։ Դա մեկ, երկրորդը նաեւ փոքր ու միջին ձեռնարկատիրության համար պետք է արժեթղթերի շուկային հասանելիության պարզեցված համակարգեր ներդրվեն, որպեսզի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը նաև հասանելիություն ունենա բաժնետիրական կապիտալի գործիքներով իր բիզնեսը ֆինանսավորելու այդ բանին, ոչ մենակ պարտքային գործիքներ, վարկեր, փոխառություններ, այլ նաև սեփական կապիտալի գործիքներ ներգրավելու միջոցով։ Եվ շատ կարճ ասեմ նաև թվային դրամի մասին, վերջինը 7-րդ ներդնելու ենք թվային դրամը, որը կանխիկի եւ անկանխիկի հետ երրորդ ձևն է, թվային մեկին մեկ հարաբերվող կանխիկ եւ անկանխիկի, ինքը կրիպտովալյուտա չի, ինքը թվային արժույթ է եւ ինքը ներդրվելու է եւ որոշակի երկար ժամանակ հետո ապրանքների ծառայությունների նոմենկլատուրա սահմանելու հետ մեկտեղ ինքը աստիճանաբար ներդրվելու է մեր կյանք, բայց առաջի փուլում ինքը ներդրվելու է պետական գնումների համակարգը ամբողջությամբ աստիճանաբար անցում է կատարվելու թվային դրամով գնումների կատարելու այդ պրակտիկային։ Դա կոռուպցիայի դեմ պայքար է, դա ամբողջ կենթանի ժամանակում գործարքների նկատմամբ հսկողության իրական գործիք է եւ կոռուպցիան չի լինելու ոչ թե այն պատճառով, որ ինքը ուղղակի հնարավոր չէ, տեխնիկապես անիրագործելի է կոռուպցիան, որովհետև ամբողջ այդ շղթայի մեջ դուրս են գալու միջնորդ կազմակերպությունները, դուրս են գալու այն, այսպես ասած, այն ընկերությունները, որոնք որ հատուկ ստեղծվել են այդ գործարքները կատարելու համար, հետագծելիությունը գործարքների դառնալու է թափանցիկ եւ կենթանի ժամանակում։ Այնտեղ էլի բաներ կար, մյուս անգամ երեի։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Բաժանորդագրվեք զրույցներ հետքում YouTube-յան ալիքին մեր հետագա հարցազրույցները բաց չթողնելու համար։ Իսկ եթե հավանում եք մեր աշխատանքը, միացեք հետքի Patreon-ին, որի հղումը կարող եք տեսնել այս տեսանյութի նկարագրություն բաժնում։